Վաշինգտոնը բանակցություններ է վարում Թեհրանի հետ եւ հնարավոր է համաձայնության գալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Մենք բանակցություններ ենք վարում Իրանի հետ։ Գործարքը կարող է տեղի ունենալ ցանկացած օր, կարող է եւ չկայանալ։ Կարծում եմ նրանք ինձանից ավելի շատ են ցանկանում համաձայնագիր, ասել է նախագահը։ Մայիսի 9-ին Մոսկվա կատարելիք այցի ընթացքում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կփոխանցի Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու ուղերձը։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ռոստիսլավ Չովանեցը։ Ինչպես նա նշել է, Եվրախորհրդանի արտաքին գործերի հանձնաժողովի նիստի ժամանակ Ֆիցոն կարող է նաև արժեքավոր տեղեկություններ ստանալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից պատերազմը դադարեցնելու ջանքերի վերաբերյալ իր տեսակետի մասին։ ԱՄՆ-ն չի կարծում, որ Իրանի տարածքում իր հնարավոր հարվածները վկայում են ռազմական գործողությունների վերսկսման մասին, հայտնել է Fox News-ի լրագրող Ջենիֆեր Գրիֆին, հղում անելով իր աղբյուրներին։ ԱՄՆ զինված ուժերը հենց նոր հարվածեցին իրանական Քեշմ եւ Բանդար Աբաս նավահանգիստներին։ Ինձ ասաց ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան, բայց սա պատերազմի վերսկսում չէ, ասել է լրագրողը։ Իրանի ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցի մոտակայքում հարձակվել են ամերիկյան 3 ականակիրների վրա, հաղորդում է Թասնիմ լրատվական գործակալությունը։ Իր աղբյուրների համաձայն ամերիկյան նավերը ներկայումս շարժում են դեպի Օմանի ծոց։ Պատճառված վնասի մասին տեղեկություններ չկան, սակայն գործակալությունը նշում է, ականակիրները հրթիռներով եւ կամիկաձե անօդաչու թռչող սարքերով հարձակման են ենթարկվել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հրադադարի ուժի մեջ մտնելու պահից ավելի քան 1600 անգամ խախտել են կրակի դադարեցման ռեժիմը։ Գերատեսչության փոխանցմամբ ընդհանուր առմամբ արձանագրվել է 1630 խախտում։ Ռուսական կողմի տվյալներով, չնայած Մոսկվայի հայտարարած հրադադարին, ուկրաինական ուժերը շարունակել են հարվածներ հասցնել անօդաչու թռչող սարքերի եւ հրետանու միջոցով, ինչպես ռուսական զորքերի դիրքերին, այնպես էլ Բելգորոդի եւ Կուրսկի սահմանամերձ շրջանների քաղաքացիական օբյեկտներին։ Պաշտպանության նախարարությունում նշել են, ռուսական բանակը հայելային պատասխան է տվել այդ գործողություններին։ Հաղորդագրության համաձայն պատասխան հարվածները հասցվել են համազարգային կրակի, ռեակտիվ համակարգերի, հրետանու եւ ականանետների դիրքերին, ինչպես նաեւ անօդաչու սարքերի կառավարման կետերին եւ արձակման վայրերին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, արևմտյան ուժերը Ուկրաինայի միջոցով փորձում են խափանել Ռուսաստանում հաղթանակի օրվա տոնակատարությունները։ Նա այդ մասին խոսել է պաշտոնական միջոցառման ժամանակ, կոշտ հայտարարություններով դիմելով Արևմուտքին։ Լավրովի խոսքով Մոսկվան չի պատրաստվում ներողամտություն ցուցաբերել այն ուժերի նկատմամբ, որոնք կանգնած են նման գործողությունների հետևում։ Ուզում եմ ամբողջ պատասխանատվությամբ ասել, եթե շարունակվի այն, ինչ այսօր Արևմուտքում վերածնվող նացիստներն անում են Ուկրաինայի միջոցով, ներում նրանց չի լինելու, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Միացյալ Նահանգների կողմից Իրանի վրա նոր հարվածներից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ հրադադարը ուժի մեջ է։ Նրա խոսքերն է փոխանցում ABC News-ը։ Հրադադարը ուժի մեջ է, այն ուժի մեջ է, հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Մայիսի 8-ը Շուշիի ազատագրման օրն է։ Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում։ Ռազմական գործողություններն անցկացվել են 1992 թվականի մայիսի 8-ից 9-ին։ Մշակման եւ իրականացման առումով գրեթե անթերի հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն, որով արմատական բեկում առաջացավ Արցախյան ազատագրական պատերազմում։ Գործողությունն իրականացվել է 4 ուղղություններով միաժամանակ հարձակումներով մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 2:30-ին ռազմական դիրքերը գրավելուց եւ Լաչին Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո ռազմական գործողությունը ղեկավարում էր ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը։ Սակայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված Ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության արդյունքում Շուշին հանձնվեց թշնամուն։ Մենք պետք է ձգտենք խաղաղության, բայց խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկն էլ բանակի հզորությունն է, ռազմական ուժը, որը ես դիտում եմ ոչ թե պատերազմի գործոն, այլ խաղաղության գործոն։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադառնալով երկրապահի օրվան եւ Շուշիի ազատագրման օրվան։
Այսօր քարոզարշավի պաշտոնական մեկնարկի առաջին օրը իրավապահները սկսել են խուզարկություններ անել Շիրակի մարզի անի խոշորացված համայնքի ուժեղ Հայաստան դաշինքի գրասենյակներում։ Կան արդեն բերման ենթարկվածներ, ձերբակալվածներ։ Հակակոռուպցիոն կոմիտեի պարզաբանմամբ քննչական գործողություններն իրականացվում են ընտրակաշառք տալու, ստանալու եւ քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով նախատեսված քրեական վարույթի շրջանակներում։ Ըստ մամուլում տարածված տեղեկությունների ձերբակալվել են ուժեղ Հայաստան կուսակցության Մարալիկ քաղաքի տարածքային գրասենյակի պատասխանատու Թաթուլ Բուլոյանին, Քարաբերդի նախկին գյուղապետ Մհեր Բուլոյանի որդուն եւ նրա կնոջը։ Խուզարկություններ են անցկացրել ինչպես նրանց տանը, այնպես էլ գրասենյակում։ Ռուսաստանից դեպի Հայաստանի մայրաքաղաք 2 չվերթ չեղարկվել է եւս 5-ը հետաձգվել։ Այս մասին տեղեկանում ենք Զվարթնոց միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակից։ Ավելի վաղ Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան հայտնել էր, որ Ռուսաստանի հարավային օդանավակայաններում արդեն իսկ հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 80 չվերթ, մեկնման է սպասում շուրջ 14000 ուղևոր։ Հայաստանի ուղղությամբ չեղարկվել են Ազիմուտ եւ S7 ավիաընկերությունների Միներալնիե Վոդի Երևան 2 չվերթերը, ուշացումով կիրականացվեն Մոսկվայից, Եկատերինբուրգ Սանկտ Պետերբուրգից եւ Կրասնոդարից նախատեսված չվերթները։ Հայաստանի Հանրապետությունը մեկնարկել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Ընտրություններին մասնակցում է 19 քաղաքական ուժ, այն կտևի մինչև հունիսի 5-ը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գալիք ընտրությունների մասնակից կուսակցություններին, դաշինքներին կոչ է անում նախընտրական քարոզչություն իրականացնել ընտրական օրենսգրքի սահմանադրական օրենքի շրջանակներում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հիշեցնում է, որ քարոզչության ժամանակահատվածը մինչև հունիսի 5-ը ժամը 24:00-ն։ Ամբողջ կանոններն ամփոփված են հանձնաժողովի հրապարակած տեսանյութում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը քարոզարշավի հիմնական մեկնարկը սկսել է Սյունիքի մարզից։ Նիկոլ Փաշինյանն անգեղակոթում հայտարարել է, որ պետք է տեր կանգնել պետությանն ու խաղաղությանը։ Մայիսի 28-ին ով հնարավորություն ունի, թող գա Հանրապետության հրապարակ։ Մենք ձեզ ուզում ենք ցույց տալ, թե ինչ է տեղի ունեցել վերջին տարիներին։ Ուզում ենք ցույց տալ, թե մեր բանակում ինչ է տեղի ունեցել, նշել է Փաշինյանը։ Շիրակի մարզի անի համայնքի մի շարք հասցեներում խուզարկություններ են կատարվել։ Իրավապահները խուզարկել են նաև ուժեղ Հայաստան կուսակցության Մարալիկ քաղաքի տարածքային գրասենյակը։ Կան բերման ենթարկվածներ եւ ձերբակալվածներ։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ նշված հասցեներում քննչական գործողություններն իրականացվում են ընտրակաշառք տալու, ստանալու եւ քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Վեդիոմ անկապակցության գործով ձերբակալված Արթուր Երեմյանի եւ Դավիթ Այնազյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը 2 ամիս ժամկետով։ Դատարանն այսպիսի որոշում է կայացրել Արարատի մարզի Վեդի քաղաքում անչափահաս քույրերի վերաբերյալ հանրային լայն արձագանք ստացած դեպքով։ Ավելի վաղ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ քրեական հետապնդում է հարուցվել ԱԵ-ի նկատմամբ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերով, այն է խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը եւ ԴԱ-ի նկատմամբ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերով 3 դրվագով։ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամները շարունակում են ելույթներն աշխարհի առաջնությունում։ Տղամարդկանց 94 կիլոգրամ քաշային ծանրորդների պայքարում Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում բարձրացրել է 168 կիլոգրամ եւ 164 կիլոգրամ։ Այս վարժությունում նա դարձել է բրոնզե մեդալակիր։ Հրում վարժությունում Մովսիսյանը հաջող մոտեցում չի արել եւ երկամարտի արդյունք չի գրանցել։ Ռուսական կողմը մայիսի 8-ի կեսգիշերից մինչև մայիսի 10-ը կհայտարարի հրադադար։ Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունների ժամանակ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի որոշման համաձայն ռուսական կողմը մայիսի 8-ի կեսգիշերից մինչև մայիսի 10-ը կհայտարարի հրադադար։ Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունների ժամանակ, նշել է նախարարությունը։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին փորձում է ուշադրություն գրավել հաղթանակի օրվա շքերթից առաջ Ռուսաստանին սպառնալով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ բանակի պաշտոնաթող փոխգնդապետ Դանիել Դեյվիսը։ Նա կարծում է, որ Ուկրաինայի նախագահը դժվարին իրավիճակում է եւ ցանկանում է մնալ առաջին էջերում։ Վերջինս նշել է. ռուսական զորքերը առաջխաղացում են ունենում առաջնագծում, իսկ Զելենսկին մերձավոր արևելքում հակամարտության պատճառով բախվում է հսկայական ճնշման։ Վերջինս հավելել է. ԱՄՆ-ն եւ Իսրայելը Իրանի դեմ օգտագործում են մեծ քանակությամբ զենք եւ հրթիռային համակարգեր, որոնք Կիևը կցանկանար ստանալ։
Մենք առայժմ կարող ենք մոռանալ ATACMS հրթիռների եւ այլ հեռահար զենքերի փոխանցման մասին։ Մենք դրանցից ոչինչ չենք տրամադրի, ընդգծել է Դեյվիսը։ Լատվիայի ազգային զինված ուժերը հայտնել են մայիսի 7-ի գիշերը մի քանի անօդաչու թռչող սարք Ռուսաստանի տարածքից մտել է Լատվիայի օդային տարածք, որոնցից երկուսը ընկել են։ Դեպքի վայր են ժամանել ազգային զինված ուժերի, պետական ոստիկանության եւ պետական հրշեջ-փրկարարական ծառայության ստորաբաժանումները։ Հրշեջ-փրկարարական ծառայության տվյալներով մայիսի 7-ին մոտավորապես ժամը 3:30-ին ահազանգ է ստացվել Ռեզեկնեի կոմունալա փողոցում գտնվող նավթամբարում հնարավոր հրդեհի վերաբերյալ։ Դեպքի վայր ժամանելուն պես հրշեջները պարզել են, բաց կրակ չկա, սակայն միջոցներ են ձեռնարկվել բաքերից մեկը սառեցնելու համար։ Իտալացի միջազգային վերլուծաբան Լորենցո Մարիա Պաչինին հայտարարել է Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկուն մայիսի 6-ից լռության ռեժիմ սահմանելու առաջարկը իրականում տակտիկական քայլ է։ Փորձագետի կարծիքով Կիևի նախաձեռնությունը պետք չէ դիտարկել որպես մարդասիրական քայլ, այլ որպես քաղաքական եւ տեղեկատվական պայքարի մաս։ Պաչինին նշել է, որ առաջարկվող հրադադարը կարող է լինել ժամանակավոր դադար, պատերազմի պայմանները պահպանելու եւ միջազգային հարթակներում Ուկրաինայի դիրքերը ամրապնդելու նպատակով։ Վերլուծաբանը նաև ընդգծել է Կիևի հայտարարությունները ուղղված են պատասխանատու կողմ ներկայացնելու իմիջի ձևավորմանը, մինչդեռ իրական գործողությունները ըստ նրա շարունակում են մնալ կոշտ եւ ռազմական բնույթի։ Երկրների միջև մշակութային, հումանիտար եւ համամարտկային կապերը շարունակում են մնալ երկկողմ հարաբերությունների հիմնասյուներից մեկը։ Իրավունք թերթին տված հարցազրույցում այս մասին նշել է Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նա նշել է, այս առումով կարևոր է նացիզմի դեմ ընդհանուր հաղթանակը, որում մեծ է Հայաստանի ներդրումը։ Դեսպանը ցավով է նշել, որ այսօր նացիզմը կրկին գլուխ է բարձրացնում հատկապես եվրոպական երկրներում։ Այդ կապակցությամբ նա նաև մեկնաբանել է Երևանում կայացած ԵՀԿ գագաթնաժողովը եւ Զելենսկու հայտարարությունները, որոնք ավելի վաղ արդեն դատապարտել էր պաշտոնական Մոսկվան։ Ռուսաստանը ԵՀԿ ձևաչափի մասնակից չէ, այնուամենայնիվ դատելով բաց աղբյուրների տեղեկություններից ռուսական թեմատիկային մեծ ուշադրություն է դարձվել, սակայն զուտ առճակատման առումով։ Մոսկվայի ուղղությամբ Զելենսկու ագրեսիվ ռեպլիկները ոչ միայն կոշտ նախազգուշացում են առաջացրել ՌԴ պաշտպանության նախարարության կողմից, այլև տարըմբռնում հայ հասարակական շրջանում։ Այն հանգամանքը, որ Ռուսաստանին եւ Բելարուսին ի սկզբանե չեն հրավիրել ԵՀԿ հարթակ, հստակ ցույց է տալիս, նախաձեռնողները չեն ձգտում միավորող օրակարգ ձևավորել։ Ի տարբերություն նրանց Մոսկվան եւ Մինսկը առաջ են քաշել Եվրասիական մայրցամաքում կայունության ապահովման բաց ճարտարապետության ձևավորման նախաձեռնություն, որը հիմնված է անվտանգության անբաժանելիության սկզբունքների եւ եվրասիական պետությունների առաջնահերթ պատասխանատվության ապահովման վրա տարածաշրջանի խնդիրների լուծման համար։ Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության կոմիտեի անդամ Բեհնամ Սադիի խոսքով առնվազն 1550 նավ այժմ սպասում է Իրանի թույլտվությանը Հորմուզի նեղուցով տարանցիկ անցնելու համար։ Ներկայումս Հորմուզի նեղուցում գտնվող 1550 նավ սպասում է Իրանի թույլտվությանը։ Նրանք գիտեն, իրավունք չունեն տեղաշարժվելու առանց թույլտվության, ասել է պաշտոնյան։ Վերջինիս խոսքով նախկինում ամեն օր 130-140 նավեր տարանցիկ անցնում Հորմուզի նեղուցով, սակայն այժմ երթևեկությունը նվազել է 95%-ով։ Չին-ամերիկյան հարաբերությունները ազդում են համաշխարհային կարգի կայունության վրա եւ դրան զարգացմանը զուգընթաց Չինաստանը չի հետապնդի գերիշխանության ուղի, ամրապնդվելուն զուգընթաց։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ԱՄՆ սենատորների հետ հանդիպման ժամանակ։ Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները կարևոր են երկու ժողովուրդների բարեկեցության համար եւ ազդում են համաշխարհային կարգի կայունության վրա, ասել է արտգործնախարարը։ Չինաստանը չի հետևի ուժեղ երկրի պարտադիր գերիշխանության ձգտման հին ուղուն։ Մենք կհետևենք խաղաղ զարգացմանը եւ վճռականորեն կհետևենք չինական բնութագրերով սոցիալիզմի ուղուն։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է իր հանդիպման մասին երկրի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ։ Անդրադառնալով գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ իր վերջին հանդիպմանը, Իրանի նախագահը խոսել է այդ հանդիպման ընթացքում տիրող մթնոլորտի, ինչպես նաև իր անձնական բարոյական եւ կառավարչական որակների մասին, ասվում է հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, Ռուսաստանի կողմից հաղթանակի օրվա արդիվ հայտարարված հրադադարի ընթացքում Կիևը կգործի համաչափ սկզբունքով։ Զելենսկու խոսքով, եթե Ռուսաստանը շարունակի հարվածները, Ուկրաինան կօգտագործի իր հեռահար հարվածային հնարավորությունները։ Միևնույն ժամանակ նա նշել է, եթե Մոսկվան պատրաստ լինի անցնել դիվանագիտական ճանապարհի, ապա Կիևը ևս կընտրի բանակցությունների ուղին։ Ուկրաինայի նախագահը ընդգծել է, երկիրը շահագրգռված է պատերազմի ավարտով եւ պատրաստ է դրա համար իրական քայլեր ձեռնարկել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ մեկ շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգները եւ Իրանը կստորագրեն երկու երկրների միջև զինված հակամարտության դադարեցման հուշագիր։ Այս մասին հայտարարել է Fox News-ի հաղորդավար Բրեդ Բայերը, ով հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի առաջնորդի հետ։ Լրագրողը նշել է, Սպիտակ տան ղեկավարը զգուշավոր լավատես է։ Նա մեկ շաբաթ է տալիս ամեն ինչ ավարտին հասցնելու համար, ասել է Բայերը, ով Թրամփին հարցրել է համաձայնագրի ստորագրման ժամկետների մասին։ Մոլդովայի խորհրդարանը հրաժարվում է Ռուսենի օգտագործումից օրենսդրական աշխատանքում։ Սա բխում է խորհրդարանի կազմակերպման եւ գործունեության մասին իշխող գործողության եւ համերաշխության կուսակցության անդամների կողմից ներկայացված օրենսգրքի նախագծից։ Խորհրդարանի աշխատանքային լեզուն ռումիներենն է։ Խորհրդարանական նորմատիվ ակտերը մշակվում եւ ընդունվում են ռումիներենով։ Անհրաժեշտության դեպքում այլ լեզուներով թարգմանությամբ, նշվում է փաստաթղթում։ Այս կանոնների, այս նորմի օգտին քվեարկելուց հետո падգամավորները կկարողանան օգտագործել միջեթնիկական հաղորդակցության լեզուն, որը ռուսերենն է, խորհրդարանական նիստերի ժամանակ հարցերի եւ ելույթների համար։ Այո թե ոչ, հարցրել է կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Կոստանտին Ստարիսը։ Կանոնակարգը սահմանում է, լեզուն ռումիներենն է, բոլոր հաղորդակցությունները եւ ամբողջ օրենսդրական գործընթացը պետք է իրականացվեն ռումիներենով, պարզաբանել է Տալմազանը։ Եվրոպական հանձնաժողովը պատրաստ չէ ապասառեցնել Հունգարիայի նախկինում սառեցված բոլոր միջոցները, չնայած երկրում սպասվող կառավարության փոփոխությանը, հաղորդում է Պոլիտիկոն, հղում անելով տեղեկացված աղբյուրներին։ Հրապարակման համաձայն նոր վարչապետ Պետեր Մագյարի թիմը բանակցություններ է վարում Բրյուսելի հետ։ Եվրամիության համավարկի հետևանքների հաղթահարման հիմնադրամից 10.4 միլիարդ եվրո հատկացնելու շուրջ։ Լրագրողները նշում են, Եվրահանձնաժողովը պատրաստ է ապասառեցնել միայն փաթեթի դրամաշնորհային մասը՝ 6.5 միլիարդ եվրոն, սակայն դեմ է 3.9 միլիարդ եվրո վարկերի հատկացմանը։ Բրյուսելը կասկածում է, որ Բուդապեշտը կկարողանա իրականացնել բոլոր անհրաժեշտ բարեփոխումները մինչև օգոստոսի 31-ին ծրագրերի ժամկետի ավարտը, նշվում է հաղորդագրության մեջ։ Այսօր տեղի է ունեցել 18 արդարների գործով հերթական դատական նիստը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում։ Բագրատ Սրբազանն իր խոսքում անդրադարձել է ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին եւ նշել, որ դատի է տալու նրան։ Պատվարժան դատարան, քանի որ ես հնարավորություն չունեմ, երեք խորհրդարանի փոխոսնակ կոչված անձը ասել է, ուղղակի հայտարարել է, ասել է, որ ես տերորիստական ակտ եմ կազմակերպել։ Ուղղակի հայտարարություն արել, որի մասին ինքը պետք է պատասխան տա։ Ես անընդհատ զգուշացնում եմ, ես դատարանում անընդհատ հնչեցնում եմ, որ այս մարդիկ սանձերը թողել են, անմեղության կախավարկածներ են խախտում։ Սա անարգանքը նաև ոչ միայն մեր այս դատարանի հանդեպ։ Եվ այո, պետք է մենք դիմենք ըստ այդմ գործ հարուցելու նորից այս անձի նկատմամբ եւ ես վստահ եմ, համոզված եմ այս անգամ ինքի վախկոտ ընկերների պես չի գնալու դատարան ասի քաղաքական հայտարարություն ունենալ։ Սա մաքուր իրավական բնույթի հարց է, ոչ ոք չփորձի քաղաքականացնել։ Այս մասին ազգային ժողովում հայտարարել է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, անդրադառնալով Վեդիում անչափահաս քույրերին սեռական բռնության ենթարկելու դեպքին։ Նա նշել է, թե իբր ուզում են քաղաքականացնել դեպքը։ Դեպքը կոծկելու նպատակ չի կարող լինել, արհեստական հանրային հնչեղություն տրվեց, չգիտեմ նպատակը որն է, ոստիկանությունն ի սկզբանե բացահայտել է մեղավորներին ու ներկայացրել քննչական մարմին, հայտարարել է քննչական կոմիտեի նախագահը։
Արդարադատության ծառայության պրոբացիայի ծառայությունից հավաստիացրել են, որ խնդիրը կարգավորված է տնային կալանքում գտնվող այն քաղաքացիները, որոնք ընտրելու իրավունք ունեն եւ ընտրելու ցանկություն կունենան, իրենց իրավունքը կապահովեն։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Մեզ ասում են՝ մի անհանգստացեք տնային կալանքում գտնվող ընտրողները, ովքեր կցանկանան գնալ տեղամաս ու քվեարկել, մենք իրենց իրավունքի իրացումը կապահովենք, այսինքն իրենց կուղեկցեն տեղամաս, ասել է Հովակիմյանը։ Նշենք, որ այս պահի դրությամբ տնային կալանքում են գտնվում ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը, Միքայել Սրբազանը, Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Սարգսյանը եւ այլ ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող քաղաքական ու հասարակական գործիչներ։ Վեհապարի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու եղբորորդին Համբարձում Ներսիսյանը տնային կալանքից ազատ արձակվեցին։ Նրանց հանդեպ սահմանվեց վարչական հսկողություն խափանման միջոցը։ Նշենք, որ նրանք կալանավորվել են վաղ շաբաթում Հանրապետություն կուսակցության համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի հաղորդման հիման վրա, իբրև թե Գևորգ եւ Համբարձում Ներսիսյանները խոչընդոտել են իրենց քարոզարշավը։ Եթե վիզա ստանալիս ստել եք, աշխատել եք առանց համապատասխան թույլտվության կամ վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնացել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ապա դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում ԱՄՆ վիզա ստանալու մշտական արգելքի։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետությունը ԱՄՆ դեսպանությունը։ Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի պատասխանի վերաբերյալ, որը փոխանցվել է նրա ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Սա նրա եւ իր խղճի միջև եղած հարց է, ես պարզապես կասեմ, անկեղծորեն ցավում եմ, Աստված ձեր դատավորը լինի։ Բայց այս պատասխանից հետո ես շատ կոնկրետ հարցեր ունեմ ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, այլև Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Եթե Ադրբեջանի բանտերում հայ քաղաքացիների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների մեջ չի մտնում, ապա ում լիազորություններն են դա։ Պետությունում ով է նշանակվել այս հարցի պատասխանատու, երբ է նշանակվել այս անձը, ինչու ոչ բանտարկյալների ընտանիքները, ոչ էլ հանրությունը չգիտեն այս մասին։ Ինչու Հայաստանի ներկայացուցիչները կարող են մեկնել Ադրբեջան առևտրային, տնտեսական եւ այլ հարցերով, բայց չեն կարող կազմակերպել ուղևորություն հայ բանտարկյալների կյանքի, առողջության եւ իրավական կարգավիճակի մասին հարցնելու համար։ Որոշ մարդիկ մեկ տարուց ավելի է ծանրոցներ չեն ստացել, շատերը չունեն համապատասխան հագուստ եւ չեն կարողանում ստանալ այն, ինչ իրենց իսկապես անհրաժեշտ է, հաշվի առնելով իրենց տարիքը, առողջությունը եւ կենսապայմանները։ Չեք ամաչում ստանալ խաղաղության մրցանակ, խոսել խաղաղության մասին եւ ընդունել ծափահարություններ, մինչդեռ հայ քաղաքացիները շարունակում են պահվել Բաքվի բանտերում առանց համապատասխան պաշտպանության, առանց համակարգային աջակցության, օգնության եւ սեփական պետության վերահսկողության, ասված է Ռուբեն Վարդանյանի հայտարարության մեջ։ Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը եւս Բաքվի բանտից դիմել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին։ Ես հիմա ուզում եմ դիմել բանավոր ձևով իրեն, որպեսզի ինքը միջնորդի եւ Ադրբեջանի համապատասխան կառույցներից գուցե նաեւ իր գործընկերոջ միջոցով ստանա հայերեն եւ ադրբեջաներեն տարբերակը մեր մեղադրական ակտերի ամբողջական տեքստը եւ մեր դատավճռի ամբողջական տեքստը եւ փոխանցի իմ ընտանիքին ու իմ հարազատներին։ Ինչ վերաբերում է այս ծանր ժամանակներին, ես միայն մեր ժողովրդին կցանկանամ ոգու, կամքի եւ միասնության ուժ եւ պիտի ասեմ պինդ եղեք։ Երևանը խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու իր խոստումը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հայաստանի Հանրապետության իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական ուղղվածությունը վաղ թե ուշ կհանգեցնի Հայաստանի անդառնալի ներգրավմանը Բրյուսելի հակառուսական գծում։ Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն գագաթնաժողովի հռչակագիրը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունների հավանությամբ հանրապետությունը ներքաշվում է ագրեսիվ եվրոատլանտյան մեխանիզմների մեջ, նշել է Զախարովան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սուր եւ վիրավորական հռետորաբանությունը Իրանի ղեկավարության նկատմամբ լուրջ անհանգստություն է առաջացրել ինչպես ամերիկացի պաշտոնյաների, այնպես էլ Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի դաշնակիցների շրջանում։ Այս մասին հայտնում է ամերիկյան Politico պարբերականը։ Լրատվամիջոցների փոխանցմամբ արաբ եւ ամերիկացի մի շարք պաշտոնյաներ մտավախություն ունեն։ Թրամփի հրապարակային վիրավորական հայտարարությունները կարող են խոչընդոտել Իրանի հետ հնարավոր քաղաքական համաձայնության հասնելուն եւ բարդացնել պատերազմի դադարեցման գործընթացը։ Նրանց կարծիքով Վաշինգտոնը պետք է թույլ տա Թեհրանին պահպանել դեմքը, նույնիսկ որոշ զիջումների պարագայում, հակառակ դեպքում բանակցային մթնոլորտը կարող է ավելի սրվել։
պարբերականը նշում է, ԱՄՆ նախագահի վարքագիծը հատկապես անհանգստացնում է տարածաշրջանային գործընկերներին, որոնք վախենում են նոր լայնամասշտաբ լարվածությունից Մերձավոր Արևելքում։ Վոլոդիմիր Զելենսկին օգտվել է Երևան իր այցից, փորձելով դուրս գալ իր քաղաքական քնից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ Զելենսկին օգտվեց իր հայ հյուրընկալողների այս անհասկանալի քաղաքականությունից, փորձելով դուրս գալ իր քաղաքական քնից եւ արտահայտել իր հոգնած ռուսաֆոբական հարձակումները, ասել է Զախարովան։ Փետրվարից ի վեր Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքի բազաներում իր զորքերի ներկայությունը մեծացրել է մոտ 10,000-ով, հասնելով 50,000-ի Իրանի հետ հակամարտության ֆոնին։ Այս մասին հաղորդում է New York Times-ը, հղում անելով աղբյուրներին։ Ըստ թերթի, Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունից առաջ տարածաշրջանում տեղակայված էր մոտ 40,000 ամերիկացի զինվոր Սաուդյան Արաբիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Իրաքի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի եւ Բահրեյնի բազաներում։ Ներկայումս տարածաշրջանում ԱՄՆ զորքերի թիվը գերազանցել է 50,000-ը։ Թերթը նշում է, Մերձավոր Արևելքում գտնվող ամբողջ զորակազմը մնում է լիակատար մարտական պատրաստության մեջ։ Իր հերթին Սպիտակ տունը հակասական ազդանշաններ է ուղարկում Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու իր պատրաստակամության վերաբերյալ, հայտնում է թերթը։ Լիտվան կարող է ականազերծման մասնագետներ ուղարկել միջազգային կոալիցիային Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար, հայտարարել է Լիտվայի պաշտպանության նախարար Ռոբերտաս Կանուասը։ Մենք ունենք ականազերծման զգալի հնարավորություններ, սա վերաբերում է թե մարզված թիմերին, թե սարքավորումներին։ Ահա թե ինչի վրա ենք մենք մտադիր կենտրոնանալ Հորմուզի նեղուցում գործողությանը մասնակցելու ժամանակ, նշել է նախարարը։ Նրա խոսքով զինված ուժերը երկրի ղեկավարությանը ներկայացրել են Լիտվայի հնարավորությունները նավագնացությունը վերականգնելու միջազգային կոալիցիային միանալու վերաբերյալ։ Վերջնական որոշումը կկայացնի պետական պաշտպանության խորհուրդը, նշել է Կանուասը։ Նախագահ Գիտանաս Նաուսեդան խոստացել է խորհուրդը հրավիրել մոտ ապագայում։ Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը կարող է այս շաբաթ հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հետ, հաղորդում է Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ աղբյուրների, բանակցությունները կարող են տեղի ունենալ Մայամիում։ Քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումներին։ Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ես Ռուսաստանի Դաշնություն կատարած իմ այցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահին տեղեկացրել եմ, որ նախընտրական քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող միջոցառումներին, նշել է Փաշինյանը։ Նշենք, որ նախորդ տարի 2025 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ներկայ է գտնվել հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված զորահանդեսին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես սպասվում է, հինգշաբթի օրը մայիսի 7-ին կպատասխանի հակամարտության խաղաղ կարգավորման ԱՄՆ առաջարկին, հաղորդում է CNN-ը, հղում անելով տարածաշրջանում իր աղբյուրին։ Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայել Բաղային հայտարարել էր. Իրանի պատասխանը ամերիկյան առաջարկ են կուղարկվի Պակիստանին, որը հանդես է գալիս որպես միջնորդ։ Եղանակը առաջիկա օրերին հանրապետության տարածքում մայիսի 8-ից 3-ը 12-ից 13-ը ժամանակ առ ժամանակ 9-ից 11-ի ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Մայիսի 9-ի 11-ի եւ 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 9-ից 12-ին աստիճանաբար կբարձրանա 6-ից 8 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 8-ից 3-ը 12-ից 13-ն առավելապես կեսօրից հետո սպասվում է 9-ից 11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամուշ գնացում 16-ից 19 մետր/վայրկյան արագությամբ։